2014 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի երթմնակալության արարողությանը եւ փոխանակատամները լայն բացի, ինչպես Արարատ Միրզոյանը, փոխանցել է նամակ հրավեր։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Եվ փոխանակատամները լայն բացի, այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Այսպես փիլիսոփայական տարբեր բաներ։ Այս ինչու չի արվում, այն ինչու չի արվում, այսինքն ինչպես ասվում էր Թուրքիայի հետ, Թուրքիային պետք է ստիպել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով կամ սահմաններ բացելու միջոցով, այլ պետք է ստիպել, որ ինքը ուրեմն ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ պետք է ստիպեք, գնացեք ստիպեք, տեսնեմ ոնց եք ստիպելու։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Պոպուլիզմը կործանեց Հայաստանը, պոպուլիզմին պիտի վերջ տանք։ Ստիպեք, գնացեք ստիպեք, տեսնեմ ոնց եք ստիպելու։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Այս ամենով հանդերձ մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ։ Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ եւ թուրք ժողովուրդները կարողանան շփվել միմյանց հետ, գտնելու համար հաշտեցման ուղին։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Ես երբեք որևէ պարագայում չեմ ասել որևէ վատ խոսք ոչ ադրբեջանցի եւ ոչ թուրք ժողովուրդների մասին եւ երբեք չեմ ասել, որովհետեւ մեր դժվարին պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, որ որոշ թուրքեր եւ ադրբեջանցիներ իրենց պահել են շատ ավելի արժանապատիվ, քան որոշ հայեր։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Ես երեք առաջ օր ասել եմ, որ սա գիժ չի, ուղղակի իրան գժի տեղ ա դնում, իր գործերը կատարում։ Հայաստանը շատ պարզ դիրքորոշում ուներ Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորելու վերաբերյալ, դա հետևյալ բանաձևն է, որ մենք պատրաստ ենք հաստատել եւ դիվանագիտական հարաբերություններ եւ սահմանը բացել եւ առետուր ծավալել Առած Թուրքի Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքներ դավանող հանրապետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ ցանկացած հարևանի հետ պետք է ունենա առանց նախապայմանների հարաբերություններ։ Եվ մենք գտնում ենք, որ տարածաշրջանի ապագան խաղաղության, կայունության եւ փոխադարձ հարգանքի մեջ է։ Եվ այդ իմաստով մենք գտնում ենք, որ պետք է ուժ գտնել եւ մարգության դեմ իրականացված հանցագործությունները, անկախ նայած թե դրանք երբ են արվել եւ որտեղ են արվել եւ ում կողմից են արվել, պետք է դատապարտվեն։ Եվ ի վերջո ժողովրդավարական աշխարհը գնացել է այդ ճանապարհով։ Այդ ճանապարհով է գնացել Գերմանիան։ Եթե մենք գնայինք այսօրվա Թուրքիայի տրամաբանությամբ, ապա գոնե 1870 թվականից մինչև 1945 թվական 3-4 ֆրանս-գերմանական, սկզբում ֆրանս-պրուսական, ֆրանս-գերմանական պատերազմներ են եղել, հա։ Այսինքն ինչ, այսօր գերմանացիներն ու ֆրանսիացիները պետք է թշնամանային, մենք դեմ ենք թշնամանքին։ Բայց դա փոխադարձ է, չէ, իրենք էլ պետք է ցանկություն հայտնել համագործակցել։ Դե մենք հրավերը ուղարկել ենք։ Մենք գտնում ենք, որ անընդհատ պատեժ շարելով մենք խնդիրները չենք լուծում, այդ խնդիրները ավելի են խորացնում։ Այդպես էին առաջ խոսում թուրքերի հետ, թե ինչպես են խոսում հիմա, բոլորս գիտենք։ Հայաստան, Թուրքի, Հայաստան
Сколько хотите народа, потом мы здесь будем сидеть. Да. Я приветствую прибывших из Армении, прежде всего президента Роберта Кочаряна и его делегацию здесь, на азербайджанской земле. Это так, да? Да, это все же от границы. Это мой первый визит, да? Это на азербайджанской земле. Благодарю там за гостеприимство. Я не знаю, барана нам дали или нет? Баранов много, потому что пока я ехал сюда на дороге, очень много баранов зарезали. Но я думаю, мы барана здесь, прямо здесь могут зарезать и шашлык нам подать, когда мы придем окончательной договоренности. В следующий раз, да, и Да. завтрак можно, или обед, или Да, ужин. это можно На сделать. границе. Место мне понравилось, Да. нормально. Да, хорошее место. Հայաստան առած Թուրքի Հայաստան առած Թուրքի Հայաստան առած Թուրքի Հայաստան Եվ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմանները եւ Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի Ղարաբաղյան խնդրի կարգավորման։ Հայաստան առած Թուրքի Հայաստան Պոպուլիզմը կործանեց Հայաստանը, պոպուլիզմին պիտի վերջ տանք։